Այսօր Ծափաթաղ գյուղում սարսափելի լռություն էր տիրում, մարդիկ հավաքվել էին փողոցների երկայնքով, սպասելով, թե երբ կհասցնեն փոքրիկ Տիգրանի մարմինը նրա մորը: Մեկ շաբաթ շարունակ հույսը չէր մարում, բոլորը հավատում էին, որ 3 տարեկան փոքրիկը ինչ-որ հրաշքով կվերադառնա տուն, կծիծաղի ու գյուղը կրկին կապրի իր սովորական կյանքով, բայց տուն վերադարձավ ոչ թե ժպիտը, այլ ցավը: Երեխայի փոքրիկ մարմինը բերեցին գյուղ: Տունը, որտեղ վերջին օրերին աղմկում էին երեխաները, կտրուկ լուռ դարձավ: Ոչ ոք բառ չէր գտնում ասելու, ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել այն, ինչ արդեն հանրությանը հայտնի էր: Նախնական տվյալներով փոքրիկին սպանել է հենց իր հարազատ հայրը: Գյուղացիների աչքերում միայն մեկ հարց էր՝ ինչպես կարող էր նման բան լինել: Իհարկե շշուկներ կան, որ հայրը հարազատ չէ, այլ խորթ է: Ով կմտածեր, որ մի ընտանիքի ներսում, որտեղ երեխաները խաղում էին բակում, այդպիսի մղձավանջ կարող էր թաքնված լինել: Ոմանք լուռ աղոթում էին, ոմանք հուզմունքից կծում շուրթերը, բայց բոլորը միասին ապրում էին նույն շոկը, նույն անհավատությունը, նույն ծանրությունը: Փրկարարների, ոստիկանների, կամավորների մեկ շաբաթ տևած որոնողական աշխատանքներն ավարտվեցին ամենացավալի հանգուցալուծմամբ: Իսկ այժմ գյուղում նոր ծանր փուլ է սկսվում՝ հասկանալն ու ընդունելը, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Մարդիկ են քննարկում, թե ինչպես կարող էր հայրը նման քայլի գնալ, ինչն էր պատճառը, ինչ էր կատարվում այդ ընտանիքի ներսում, ինչ չեն նկատել հարազատներն ու համայնքը և արդյոք հնարավոր էր կանխել ողբերգությունը: Տիգրանի փոքրիկ մարմինը վերադարձրին իր տուն, բայց այս ողբերգությունը դուրս է միայն մեկ տան սահմաններից, այն դարձել է ամբողջ համայնքի, ամբողջ երկրի ցավը: Եվ հիմա բոլորի շուրթերին նույն աղոթքն ու նույն հարցն է՝ թող փոքրիկ Տիգրանի հոգին հանգիստ լինի և թող արդարությունն ամբողջը բացահայտի ճշմարտությունը: Վերջին հրաժեշտը կտան Տիգրանին: Ծափաթաղում նորից մարդիկ են հավաքվում, այս անգամ ոչ թե որոնողական խմբերում մասնակցելու, այլ վերջին հրաժեշտը տալու 3 տարեկան Տիգրանին: Գյուղի փոքրիկ եկեղեցու զանգը դանդաղ ու ծանր է հնչում: Այն ձայնը, որ գյուղացիները սովոր են լսել տոնական օրերին, այսօր բերում է միայն ցավ ու խավար: Տունը, որտեղ փոքրիկն էր ապրում, այսօր դռներն ամբողջությամբ բաց են: Հարազատներն ու հարևանները հերթով մտնում են, լուռ կանգնում փոքրիկի մոտ: Ոչ ոք չի շտապում, այստեղ ժամանակը կարծես կանգ է առել: Մարդիկ չեն փորձում խոսել բարձր, որովհետև բառերը կամ խեղդվում են, կամ պարզապես չկան: Մայրն իր սենյակում է, նրա ցավը չի չափվում բառերով: Գյուղի կանայք նրան շրջապատել են, լուռ նստած կողքին, առանց ավել հարցերի ու ինչ-որ բան ասելու: Երբեմն մեկի ձեռքին բաժակով ջուր է մոտեցնում, մեկն էլ սրբում նրա ձեռքերի մեջ սեղմված պաստառը, որդու նկարը: Մայրական լռությունը երբեմն ավելի բարձր է, քան ամենաաղմկոտ ողբը: Կամաց-կամաց գալիս են նաև այն մարդիկ, ովքեր օրեր շարունակ մասնակցել են որոնումներին: Շատերը չեն ճանաչել Տիգրանին մինչ այս դեպքը, բայց ամեն ոք իրեն մեղավոր է զգում նույնիսկ առանց պատճառի: Գոնե գտած լինեինք, գոնե շուտ իմանայինք: Այդ նույն նախադասությունը կրկնվում է տասնյակ անգամ: Ոստիկանությունը մոտակայքում է, բայց այս օրվա համար նրանց ներկայությունը ոչ թե վերահսկողություն է, այլ աջակցություն: Հասարակությունը դեռ ցնցված է և այստեղ ոչ ոք չգիտի հաղթել վիշտը, թե զսպել զայրույթը: Եվ գյուղն այսօր Տիգրանին լուռ, ծանր քայլերով կուղեկցի մինչ գերեզմանատուն: Միայն քամու ձայնը կխառնվի մարդկանց շշուկներին: Հանգչիր խաղաղ փոքրիկ: Այս օրը հիշելու են բոլորը, ոչ միայն Տիգրանի համար, այլ նաև որպես ցավալի դաս: Ընտանիքը կարող է լինել ոչ միայն մարդու ապաստանը, այլ նաև ամենավտանգավոր վայրը, երբ համակարգերը չեն գործում և ցավերը մնում են ներսում փակված: Հիմա գյուղը մեկ է՝ մի ցավ, մի լռություն, մի հույս, որ նման ողբերգություն այլևս երբեք չպետք է կրկնվի: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր խնամակալության և հոգաբարձության մարմնի հրատապ նիստ է հրավիրվել: Քննարկվելու են 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, այդ թվում նաև ծնողներին ծնողական իրավունքից զրկելու և երեխաների հետագա խնամքի հարցը: Այս մասին Նյուսեյեմի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը: